Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ։ Ծանոթացել են կրթության բարեփոխումների տեսլականին եւ կարևոր տեղեկություններ է լսել այս մասնագիտական ուղղությունների մասին, որոնցում ոլորտը դժվարանում է աշխատուժի առումով։ Վրաստանի կառավարությունը մեկնարկում է երկրի զարգացման 10-ամյա ռազմավարության մշակման աշխատանքները։ Նիստում Իրակլի Կոբախիձեն կառավարությանը հայտարարեց նոր նախաձեռնությունների մասին, շեշտը դրվեց կոռուպցիայի դեմ պայքարի եւ պետական ծրագրերի որակյալ իրականացման վրա։ Նրա խոսքով Վրաստանում կներդրվի շուկայի հետազոտության էլեկտրոնային մեթոդ, որը կբացառի գնորդ կազմակերպության եւ համապատասխան ընկերությունների միջև գործարքները։ Նիստում քննարկումը կենտրոնացած էր տնտեսական աճի վրա։ Գերմանիայի կառավարությունը հերքում է, որ Պիտեր Ֆիշերը բնակարան է վարձակալել Մամուկա Խազարաձեից խոսքը այլընտրանք հանուն Գերմանիայի կուսակցության կողմից կառավարությանը ուղղված հարցերի մասին է եւ հետաքրքրվել է Գերմանիայի դեսպանի գործունեությամբ եւ ֆինանսավորմամբ։ Հարցերը վերաբերում էին Վրաստանում Գերմանիայի դեսպանի կողմից Մամուկա Խազարաձեից գույքի վարձակալությանը, դեսպանի հանդիպումներին, ընդդիմության ներկայացուցիչների հետ եւ այդ հանդիպումների նպատակին։ Բունդեսթագը հաստատել է Պիտեր Ֆիշերի հանդիպումը Վրաստանի համար կուսակցության ներկայացուցիչի հետ։ Նրանց խոսքով այս հանդիպումը տեղի ունեցել 2025 թվականի հոկտեմբերի 4-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո։ Ինչպես նշում է Գերմանիայի կառավարությունը, հանդիպումները տեղի են ունենում Վիեննայի կոնվենցիային համապատասխան։ Երեք ընդդիմադիր կուսակցությունների արգելման վերաբերյալ հայցը արդեն սահմանադրական դատարանում է։ Իշխող թիմը դատական նիստը կնշանակի, թե ով կլինի իրենց ներկայացուցիչը դատական գործընթացի մեկնարկից հետո։ Ազգային շարժումը ներքին խորհրդակցությունների ընթացքում կորոշի, թե ինչ ռազմավարություն կկիրառի վրացական երազանքի սահմանադրական հայցին դեմ լինելու համար։ Լելոն արդեն հայց է ներկայացրել դատարան կուսակցությունների արգելքի վերաբերյալ։ Մյուս ընդդիմադիր կուսակցությունները, սակայն, այս քայլը գնահատում են որպես հակասահմանադրական եւ բռնապետական։ Հիշեցնենք, ազգային շարժում, Ախալի եւ Լելո այս երեք քաղաքական ուժերն են, որոնց չեղարկման վերաբերյալ կառավարության թիմը դիմել է սահմանադրական դատարան, պահանջելով դատարանին չեղարկել այս կուսակցությունները։ Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախկին փոխնախարարը Կոբա Կաբունյային պաշտոնապես մեղադրանքի առաջադրվել պաշտոնական լիազորությունների չարաշահման մեղադրանքով։ Ըստ նրա շահերի պաշտպանի մեղադրանքը Գաբունյայի համար անհասկանալի է։ Մեղադրանքի առաջադրումից հետո բարձրագույն դատարանը արդեն քննարկում է նրա նկատմամբ պատժիչ միջոց կիրառելու հարցը։ Գործը վերաբերում է 30 մանկապարտեզի վերանորոգման համար քաղաքային զարգացման հիմնադրամից հատկացված 9 միլիոն 365 հազար լարիի խարդախությամբ յուրացմանը եւ 1 միլիոն 211 հազար լարիի անօրինական եկամուտների օրինականացմանը։ Կոբա Գաբունյայի ձերբակալությունից հետո հայտնի դարձավ, որ խուզարկություն է իրականացվել նաև ենթակառուցվածքների նախկին նախարար Իրակլի Կարսելաձեի տանը, ինչպես այլ անձանց մոտ ընդհանուր առմամբ 20 տարբեր օբյեկտներում նույնպես անցկացվել է խուզարկություն։ Պարզվում է, որ սա այս գործի շարունակությունն է, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել քաղաքային զարգացման հիմնադրամի նախկին ղեկավար Դավիթ Տաբիձեին։ Այս գործով կալանավորված են նաև Լագի Կապիտալ ՍՊ-ի ղեկավարները։ Հանցագործությունը նախատեսում է 9-ից 12 տարի ազատազրկում։ Դատախազությունը քրեական հետապնդում է սկսել Եկամուտների ծառայության նախկին պետի տեղակալի դեմ պաշտոնական լիազորությունների չարաշահման մեղադրանքով։ Ֆինանսների նախարարության քննչական ծառայության կողմից անցկացված հետաքննությամբ պարզվել է, որ Վլադիմիր Խունդաձեն անձամբ ծանոթ է եղել Բորիս Գոգիչաիշվիլիի հետ, ով իր համախոհների հետ միասին Գորիում ապօրինի արտադրել եւ պահեստավորել է ալկոհոլային խմիչքներ, վիսկի եւ օղի, օգտագործելով արտասահմանյան ապրանքանիշերի բրենդային ապրանքանիշերը։ Ներքին գործերի նախարարը հանդիպում է ունեցել Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ։ Կողմերը քննարկել են երկրների միջև ռազմավարական գործընկերության հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել իրավապահ մարմինների միջև համագործակցության կարևորությանը, նշվել է, որ Վրաստանի եւ Չինաստանի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են։
Թբիլիսիի քաղաքորդում քննարկվում է մայրաքաղաքի կառավարությանը վստահություն հայտնելու հարցը։ Քաղաքապետը զեկուցել է քաղխորհրդին եւ խոսել է այս նախագծերի մասին, որոնք նա նախատեսում է իրականացնել մոտ ապագայում։ Շեշտը դրվել է տրամվայի գծի նախագծի, մետրոյի վագոնների վերանորոգման եւ ենթակառուցվածքային աշխատանքների վրա։ Զեկույցից հետո նիստը շարունակվել է հարց ու պատասխանի ռեժիմով։ Աջարիայի 2026 թվականի բյուջեն կգերազանցի 1 միլիարդ լարին։ Ֆինանսական փաստաթղթի վրա աշխատանքներն արդեն ավարտված են։ Օրենքի համաձայն նախագիծ այսօր կուղարկվի Գերագույն խորհուրդ քննարկման եւ հաստատման համար։ Ինչպես նշվել է կառավարության նիստում, տարածաշրջանի տնտեսությունը շարունակում է զարգանալ կայուն, արդյունավետ, իսկ բյուջեի աճը նշանակում է տարածաշրջանում ավելի շատ ծրագրեր սոցիալական, առողջապահական, գյուղատնտեսական եւ կրթական ոլորտներում։